Ասես ձեզ, ինչու Սերժ Սարգսյանը չի հավատում ընդդիմության միավորմանը։ Վայ, չեմ ուզում իր անունը լսել, որտե պայմանավորված է։ Այդ արդեն ես չեմ զբաղվում այդ քաղաքականությամբ ջանա։ Որտեվ իրար մեջ էլ չեն կարում պարզեն ով ինչ ա ուզում, ում ա ուզում, չի հավատում։ Հավատալով չի, ինքը գիտի, որ չի լինի դա։ Հավատան չհավատալով չի, ինքը գիտի։ Ինքը շատ լավ գիտի ու շուտվանից, բոլորից էլ լավ, որ դա չի լինելու։ Դե ուրեմն դու հավատա։ Իսկ դուք հավատում եք։ Դու ես ոչ մեկին չեմ հավատում։ Դե մարդ չկա, գոյություն չունի, սա պետք է փոխվել։ Սաստաղին վարելա պետք։ Չեմ կարող պատասխանել։ Իսկ դուք հավատում եք Ինչին։ միավորմանը։ Ես հավատում եմ, հա։ Օ, իրանք ոչ մեկին ոչ հավատում են, ոչ ուզում են հավատան, ու նույնն էլ բոլորը։ Իսկ դուք ընդդիմության մասով ինչ կասեք։ Ես ոչ խառնվում եմ, ոչ գաղափարում եմ, աշխատում եմ ուղեղս թեթևացնեմ, ապրեմ իմ ինչքան որ գիտեմ իմ ապրելաձևը։ Ոչ, չեմ կարող ասեմ, դրանք ընդհանրապես արդեն պրոշլի են, էլի, թող գնան ցախ Ռուսաստան մնան ընդդել։ Հանգիստ հազիվ թող յոլա է գնան։ Իրանք որովհետև փողի մեռած են, փողի համար է սա։ Սերժա, Քոչնա, հետո ով այս նորերից։ Այս երկիրը հանգիստ թողեն, էլի, հազիվ ապրում են մարդիկ։ Չգիտեմ։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Իսկ դուք հավատում եք ընդդիմության միավորմանը։ Ոչ մեկին էլ չեմ հավատում։ Սս կարող եմ պատասխանել։ Ոչ մեկին։ Ով չի հավատում, ես չգիտեմ, ազգ չեմ։ Այդ իրանց գործերն այլ է։ Գիտեք ինչ կա, մի բան դες ասեմ, հիմա տենց խառն է, որ ոչ ոք չի կարող որոշի։ Սա աշխարհն է հիմա այս վիճակի խառը։ Մենք չգիտենք վաղը ինչ կլինի։ Սերժ Սարգսյանին մենք շատ լավ ճանապարհել ենք, ինքն էլ գնացել է Թոշակի։ Հիմա մենք ունենք լավ ղեկավար։ Փաշինյանը շատ լավ առաջնորդ է։ Ինչ կարող նա դժգոհ չենք։ Բայց ընդդիմությունները ինչպես է գնահատում միավորումը ընդդիմության։ Մենք ընդրություններ արել ենք արդեն։ Սպասում ենք մինչև մեր երկրը լավ դասավորվի։ Լավ աճի, բարգավ աճի, գարուն է գալիս, նորից լավ բաներ կանեն, սա աշխարհ մեր երկիրը լավ սարքում են, լավ պատրաստում են։ Առաջ է գնում էլի, նորից առաջ է գնում։ Իսկ ընդդիմության միավորման մասին ինչ կասեք։ Ընդդիմությանը մենք շատ լավ հիշում ենք, լավ ունենք լավ հուշեր եւ հաջողություն ենք ցանկանում։ Չեմ կարող պատասխանել։ Ընդհանրապես միավորում հնարավորություն չկա։ Ես այդ ձև եմ մտածում։ Իսկ ինչու է ձեր կարծիքը։ Իմ կարծիքը առաջեցին, որ Սերժ Սարգսյանին Հայաստանի ընդհանրապես 70%-ը ինչ ասեմ, չի տավերի անում։ Դրա համար էլ այդպես է, չեն կարողանում միանալ իրար հետ, որ կարողանան պայքարել պարոն Փաշինյանի դեմ։ Միակ դա հարցն է։ Իմ կարծիքովս Հայաստանի 70%-ից ավելը իմ մտքին է։ Չէ, դե մենակ Սերժ Սարգսյանը չի։ Երևի դա անհնար է։ Ընտրություններից հետո դա կարող է, բայց մինչև ընտրությունները դա անհնար է, պետք էլ չի։ Իսկ ինչու է այդպես կարծում։ Չէ, նույն հասկանում եք, դա 30 տարեկան մեզ պետություն ունենք, բայց սա աշխարհքում ոչ մի վաղ տենց բան չի։ Մին տեխնացու է գնա։ Շատ երեկալում է Գերմանիա վերցրեգում, Իտալիա վերցրեգ, տենց բաներ չկա, այդ ոնց են ասում, իսկուսственный ոնց է։ Դա տենց պարեսկա չի լինում։ Տենց անհնար է։ Բայց ուրիշ հարց է, որ ընտրություններից հետո կոալիցիան ունի, Անցու Նիկոլ Փաշինյանին հաղթեն։ Իմ քայլն հաղթել մենակ ընտրություններից հետո։ Դիպ Գյումրին նման։